Ես հարցս մեջը պարոն Շարմազյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու այս գործընթացի ինչպիսին են ձեր ակնկալիքները։ Ակնկալիքները դրական պետք է լինեն, որովհետև Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր օր մնալ իշխանության ղեկին աղետալի է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար։ Կարծում եմ ավելորդ է անել շեշտադրումներ, թե ինչու։ Առնվազն ես 7 տարի առաջ եմ եղել այս շենքում, երբ որ այս շենքից գնում էի, մենք ունեինք երկու հայկական հանրապետություն, Արցախ ունեինք, Արցախում ապրում էր շուրջ 150,000 հայություն, Արցախը չէր ենթարկվել էթնիկ զտման, Հայաստանի 240 քառակուսի կիլոմետրը օկուպացված չէր Ադրբեջանի կողմից, կառավարությունն էլ եկեղեցու դեմ դուրս չէր գալիս, Արարատից չէր հրաժարվում, Ցեղասպանության միջազգային ճանաչումից էլ չէր հրաժարվում։ Բնականաբար։ Բարև ձեզ, ինչպես եք։ Ինչու չճանաչեցիք, թեև մի քանի անգամ նման նախագիծ ներկայացվել են դիմության կողմից։ Չճանաչեցինք, որովհետև մեր նպատակը ոչ թե Արցախի միակողմանի ճանաչումն էր, այլ Արցախի միջազգային ճանաչումը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով եւ մեր բանակցային ժառանգությունը այնպիսին էր, որ հնարավորություն էր տրվում Արցախի հանրաքվեով ճանաչել Արցախի անկախությունը միջազգայինորեն, որովհետև միակողմանիորեն Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի ճանաչումը կնշանակեր տորպեդահարել բանակցային գործընթացը։ Նույն այն պատճառով, ինչ որ ապագայում Նիկոլ Փաշինյանը չի ճանաչել Արցախի անկախությունը։ Պարոն Շարմազյանը, Չնայած, ավարտեմ, չնայած այն հանգամանքի, որ 19 թվականի օգոստոսի 4-ին Ստեփանակերտում Փաշինյանը իրականացրեց ռազմավարական մեծ սխալ, որը հետագայում աղետի վերածվեց, Արցախյան խնդիրը ինքնորոշման իրավունքի հարցից վերածելով տարածքային վեճի, գոռալով Արցախը Հայաստանը եւ վերջ, համեցեք։ Այսօրվա լսումները ինչ է կարծում, առարկայական ինչ կարող են իմպիչմենտի գործընթացի հետ կապված ինչ շոշափելի արդյունք կարող են տալ։ Լսումները տեսնենք, մի հատ լսումները նրա համար են, որպեսզի ոչ միայն խոսենք, այլ նաեւ լսենք ընդդիմադիր ուժերի, միգուցե նաեւ իշխանության կարծիքները, այնուհետև օրենսդրական նախաձեռնություն է, այդ նախաձեռնությունը պետք է գնա համապատասխան հանձնաժողով, այնտեղ հետո կերևա։ Տարբերակը, որ այնուամենայնիվ ԿՊ-ն կմիանա այս նախաձեռնության, եթե ընդդիմություն։ Նախ եւ առաջ պետք է, կարծեմ, նախ եւ առաջ պետք է միանա ընդդիմությունը, հետո նոր ԿՊ-ն։ Ես մտավախություն ունեմ երկիր կորցնելու, Հայաստան կորցնելու, այլ ոչ թե ինչ-որ մեկը միանա կամ չմիանա։ Այս նախաբակցությունից մի քանի պատգամավոր մասնակցում են, կարող է հնարավորություններ տեսնում եք, որ միանան այնուամենայնիվ նախաձեռնության։ Հնարավորությունները միշտ կան, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Թույլ տվեք ողջունեմ ընկերներից, բարև ձեզ։